Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում քննարկվել են եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող հարցեր։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մայիսի 4-ին կայանալիք գագաթնաժողովն ունի քաղաքական մեծ նշանակություն Հայաստանի միջազգային հեղինակության համար։ Մանրամասներ են ներկայացվել միջոցառման կոնցեպտի մշակման եւ հայեցակարգային պլանավորման վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել բովանդակային եւ կազմակերպչական այլ հարցերի, այդ թվում ենթակառուցվածքային եւ տեխնիկական հագեցվածությանը, լոգիստիկ հասանելիության ապահովմանը եւ այլն։ Ծավալվել է քննարկում վերոնշյալ հարցերի շուրջ։ Վարչապետը եւս մեկ անգամ կարևորել է գագաթնաժողովի բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը, կոնկրետ հանձնարարականներ տվել տարբեր ուղղություններով հետագա անելիքների վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել կատարված աշխատանքները։ Մայիսի 4-ին Երևանում տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որը մեծամասշտաբ միջոցառում է եւ ինքը նաեւ ահռելի քաղաքական նշանակություն, նաեւ Հայաստանի միջազգային հեղինակության եւ վարկի տեսակետից։ Իհարկե, այս ընթացքում ահռելի աշխատանք է կատարվել գագաթնաժողովը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար եւ այսօրվա մեր քննարկման նպատակը համոզվելն է, որ մենք այս պահի դրությամբ պլանավորված մեր անելիքները արել ենք եւ պատշաճ պատրաստ ենք գագաթնաժողովի անցկացմանը։ Թեժ է եղել պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում։ Քննարկվել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծն ու բացասական եզրակացություն ստացել։ Հիշեցնենք, որ նախագիծը վճարել զինծառայությունից ազատվելու համար թեև կառավարության նիստում հավանության էր արժանացել, բայց խորհրդարանում տապալվել էր։ Ընդդիմություն ու մեկ իշխանական պատգամավոր դեմ էր քվեարկել։ Հայկ Սարգսյանը հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ իր առաջարկները մերժվում են կեղծ հայրենասիրական կենացներով։ Մինչդեռ այս նախագիծը ոչ միայն ժամանակավրեպ չէ, այլև անհրաժեշտ է։ Սարգսյանը մեկնաբանել է, ինչու է նախագիծը կարևոր, իսկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ ազգային ժողովի փորձագիտական իրավական վարչությունում տրվել է բավականին ծավալուն եզրակացություն, որտեղ նախագծի շատ դրույթներ հակասահմանադրական են ճանաչվել։ Այնուհետև վստահեցրել է, փողով բանակից ազատվել չի կարող լինել։ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը եւս դեմ է գումարով ազատմանը, բերել է մի քանի օր առաջ Պաշտպանության նախարարության դիմաց բողոքի ակցիան որպես օրինակ։ Սարգսյանն արձագանքել է նիստի մասնակիցների մտահոգություններին։ Պարոն Մեհրաբյան, հիմա որ ասում եք պիտի բոլորը ծառայեն, ասում եք 27-ից հետո պիտի ծառայեն քաղաքացիություն ստացողները։ Դուք գիտեք, որ այդ կարգավորումը ես եմ մտցրել։ Չէ, ովքեր Հայաստանի քաղաքացի չեն եղել։ Տարիները ո՞նց է եղել Հայաստանում։ Մարդիկ սպասել են 27-ը լռան, 27-ից հետո եկել դառել են քաղաքացի, ոչ ծառայել են, ոչ գումար են վճարել։ Որովհետև Հայաստանում զինվորական ծառայության տարիքը եղել է 18-ից 27-ը։ Այսինքն իմ կուրս ընկերները, ովքեր որ դրսից են եղել Հայաստանի քաղաքացի չեն եղել, սպասել են դառել են 27, դառել են Հայաստանի քաղաքացի, ոչ ծառայել են, ոչ գումար են տվել։ Արդար էր դա։ Արդար չէր։ Ես ինչ եմ առաջարկել։ Ասել եմ, եթե դու կգաս 27-ից հետո կդառնաս քաղաքացի, միևնույնն է պիտի ծառայես կամ վճարես, որովհետև դու չպիտի արտոնյալ լինես, ինչա սպասել ես 27-ը լռանա։ Ու այն 18 տարեկանով որ գնում են ծառայում են, ունեն նույն իրավունքներն ու պարտավորությունները, դու ունես նույն իրավունքները, պարտավորություններն է քո վրա պիտի տարածվի։ Ու սրա արդյունքում մենք ունեցել ենք թե ավել զինծառայողներ, թե 160 միլիոնից ավել հավաքագրված գումար։ Այսինքն դա իմ առաջարկն է եղել, որ պիտի բոլորը ծառայեն, ես եմ ասել։ Հիմա նույնը ասում եմ, մարտ այսօր որ 24, 25-ա, 20-ա ուզում է դառնա քաղաքացի, այսօր իրան այդ հնարավորությունը տանք, ավել գումարը վեկալենք, իրան է բերենք պայեստազորում գրանցենք, հավելյալ համ պայեստազորային ունենենք, համ գումարն է տանք ծառայողին։ Եթե չտանք այդ հնարավորությունը, նա չի գալու մինչև 27, իսկ մինչև 27-ը հնարավոր է 2 երեխա ունենա, արդեն ազատման հիմք ունենա կամ առողջական խնդիր ձեռք բերի։ Այսինքն, եթե այսօր մենք այդ հնարավորությունը չտանք, մենք ռեսուրս ենք կորցնում։ Հաշվի առնելով նաև ռուս-ուկրաինական հակամարտությունը, հազարավոր, եթե չասեմ տասնյակ հազարավոր հայրենակիցներ ունենք, ովքեր Ուկրաինայի կամ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, ուզում են գանց թե դառնան քաղաքացի, չեն գալիս, որովհետև ծառայության պարտադիր պայման կա։ Եթե մենք այս պատոհանը բացում ենք, հնարավոր է 1000-ից ավել քաղաքացիներ կան դառնան քաղաքացի, այդ գումարը տանք այսօրվա ծառայող այդ ռայոնի տղեկին, ովքեր բանակի 90%-ն են կազմում։
ու իրաց սոցիալական բեռը մեղմենք, որ երեխան այսօր բանակից զորացրվում է, ծնողները ոչ թե գնան 20,000 դրամ պարտքով փող վեկալեն, որ իրանց երեխուն դիմավորեն, այլ այդ երեխան իմանա, որ երեխա չի արդեն հասուն տղայա, կյանք մտնելուց ինքը միլիոն, 1,5 միլիոն, 3 միլիոն գումար ունենալու, գնալու է ոչ թե բանվորություն անի զորացրվելու հաջորդ օրվանից, այլ կարողանալու է գնա կրթություն ստանա ու իր կյանքը ճիշտ կազմակերպի, որովհետև ինքը իր հայրենիքի համար տվել է իր ամենաթանկը, վտանգել է իր կյանքը ու ժամանակա տվել։ Լուրջ հասարակական պարակտում է բերելու նույնիսկ ընտանիքի մեջ, նույնիսկ Գերդաստանի մեջ։ Մի որդին լավ, երկու որդի ունի, որոնք պետք է զորակոչվեն։ Հերը կարողանում է մեկի գումարը ճարել, մյուսինը չի ճարում։ Այսինքն ես մտնում եմ նույնիսկ ընտանիք, հորեղբոր տղա, հորքուրի տղա, այսինքն նույնիսկ Գերդաստաններում դեռ ավելին, այսինքն այսպես ասեմ, երիտասարդների եւ մեծերի հակասությունը, ինչը իմ հերը չկարողացավ ճարել, ուրիշի հերը կարողացավ ճարել ու բազմաթիվ այլ խնդիրներ, դրա համար մենք շարունակում ենք մնալ այն տեսակետին, որ այս նախագիծը չպետք է մտնի օրակարգ։ Ես ուզում եմ նորից տեղեկացնել, որ նախորդ քննարկումների արդյունքներով կառավարությունը իրականում տվել էր դրական եզրակացություն, բայց դրանից հետո տեղի են ունեցել փոփոխություններ, այդ օրենսդրությամբ պայմանավորված, կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքներով մենք այսօր չունենք այն խնդիրը, ինչ ունեինք նախորդ տարի։ Հետևաբար ես հիմնվելու եմ իրողության վրա եւ այս պահին այս օրենքի ընդունումը կառավարության կողմից գտնվել է ոչ նպատակահարմար, ուստի խնդրում եմ ձեռնպահ մնալ եւ ձեռնպահ մնալ կառավարությունը խնդրում է ձեռնպահ մնալ կողմ քվեարկելուց եւ նաեւ պարոն Սարգսյանը որ նշում է ես եմ բերել այդ փոփոխությունը, եթե անգամ դուք եք բերել այդ փոփոխությունը, արդեն իսկ դրական փոփոխություններ կան։ Ինչ տեղի ունեցավ նախորդ տարի մայիսին ես եմ արձանագրում պարոն Քոչարյան, որպեսզի բոլորի համար ամեն ինչ պարզ լինի։ Կառավարությունում դրական եզրակացություն ստացած նախագիծը եկավ ազգային ժողով, ազգային ժողովում իշխանական խմբակցությունը ամբողջությամբ բացառությամբ Քոչարյան Անդրանիկի կողմ քվեարկեց, ուրեմն նախագծին կողմ են քվեարկել Խաչատրյան Արմենը, Մերաբեն Արծումը, Քրիստինեն, Ալեքսանյան Վահագը եւ ես 5 կողմ դիզայն ա եղել։ Ընդդիմությունը պատիվ ունեմ որ Հայաստան դաշինքը 4 դեմ են քվեարկել, Քոչարյան Անդրանիկը քվեարկել է ձեռնպահ, այսինքն ձայներից 5 կողմով, 4 դեմով ու 1 ձեռնպահով նախագիծը ստացել է բացական եզրակացություն եւ մերժվել է։ Սրա արդյունքում մենք կորցրել ենք բանակի 30%-ը։ Ավելացրու որ դիագումարում դուք եք դեմ քվեարկել։ Ձեր նախաձեռնությունը ընկնում է դեմ ու ձեռնպահ քվեարկած պատգամավորների վրա ու մեր ժողովուրդը պետք է իմանա թե մեր հավանական թշնամիները կամ հակառակորդ համարող պետությունները ինչքան գումար պետքա ծախսեին, որ մեր բանակի թիվը 30%-ով պակասեր, դուք դա արել եք անվճար։ Շատ լավ, պարոն Սարգսյան։ Գիտակցված Դուք մեր հետ միասին դեմ եք քվեարկել։ Դա այլ խնդիր է։ Ես դեմ եմ քվեարկել մի պայմանով, որովհետև խմբակցությունը ասել է դեմ եմ քվեարկելու, ամբողջ տաբլոյի վրա մենակ իմ կանաչ լույսը չվարվի, չասեն Սարգսյան Հայկը գետին հակառակագրում թիմին, ասել եմ այս պահին թիմի պես եմ քվեարկում, որովհետև իմ կողմ դեմ քվեարկելը նշանակություն չէ ունենում։ Ուներ շատ մեծ։ Իմ հսկայական աշխատանքը արել, որ ես արել եմ։ Իմ տեսակետը ես պահել եմ, հիմա շարունակում եմ պահել, ու միջև վերջել պնդելու եմ։ Այն որ թշնամին պիտի միլիարդներ ծախսել, որ մեր զորքը 30%-ով պակասի, դուք դա արել եք անվճար։ Լրագրողների հետ զրույցում Հայկ Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել։ Ստացվում է հանձնաժողովը տապալել է նախագիծը, ասել է պատգամավորը։ Տարիներով արձանագրելով բանակի խնդիրները պատգամավորը նախագծով ցանկացել է ստեղծել արդարության միջավայր, որ ծառայությունը միայն խոցելի խավին չառնչվի։ Սկզբում Հայկ Սարգսյանի պնդմամբ բոլորը կողմ էին փաթեթին։ Այդ մասին իրեն ասել էր Անդրանիկ Քոչարյանը, բայց հետո ամեն ինչ փոխվել է։ Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ առաջին անգամ է նման նախագիծ տեսնում։ Ինքը հարցրել է ինչու մինչև այդ դեմ չի արտահայտվել։ Սարգսյանը պատմել է, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Քոչարյան Անդրանիկին ինձ ասել է, ես գնում եմ Ամերիկա գամ, խոսացել եմ կառավարություն, նախարարի հետ, բոլորը կողմ են, շատ լավ նախագիծ է, գնում եմ Ամերիկա գամ, անցկացնենք նախագիծը։ Ասել եմ, պարոն Քոչարյան ջան, եթե դու գնաս Ամերիկա,
Այս օրենքը 6 ամսով հետաձգվելու է, որովհետև մենք միջև նստաշրջանի ավարտը ժամանակ չունենք, մենք պետք է այսօր նիստը անենք, որ միջև ամառային զորակոչ այս խնդիրները լուծենք, ամեն օր 8 հոգի քաղաքացիությունից հրաժարվում է, եւս մի այդքանն էլ առողջական թղթերով են ազատվում, այսինքն ամեն օր որ հետաձգվի, մենք զորք ենք կորցնելու։ Բացի դրանից, եթե քանի արդեն քննարկումներ սկսել ենք, մարդիկ տեմպը արագացնելու են, այսինքն առողջական թղթեր սարքելու եւ քաղաքացիությունից հրաժարվելու տեմպը աճելու է։ Հիմա մենք պետք է դա անենք։ Ասես չէ, ես գնում եմ Ամերիկա կամ նոր կանեմ, առանցից նիստը չանեք, ասել եմ, խնդրում եմ, մենք առանց քեզ մի հատ նիստ անենք, կգաս երկրորդը իրար հետ կանենք։ Ինքը ասեց, չէ, մի արեք, ես կգամ, պետք է լինի 24 ժամյա ռեժիմով նախագիծը կանցկացնենք, կողմ են բոլորը։ Ինքը գնում է Ամերիկա, դրանից հետո մենք նիստ ենք դնում, նիստը չի կայանում, որովհետև քվորում չի լինում հայտնի պատճառներով, որտեղ նաև ինքն է մասնակցություն ունեցել։ Դրանից հետո որ ինքը չեմ ուզում շատ բացեմ։ Այո։ Դրանից հետո երբ որ վերադառնում է Քոչարյան Անդրանիկը, երբ որ վերադառնում է, սենց է անում։ Ասում ինչ նախագիծ է։ Առաջ անգամ եմ սենց բան դրել, ո՞ս կարա մարդ փոխտակարժ ծառայ։ Ասում եմ, պարոն Քոչարյան, մենք իրար հետ պայմանավորվել ենք։ Վարչապետի ներկայությամբ ներկայացրել եմ։ Մենակ վարչապետի չէ, երկու փոխվարչապետ է, աշխատակազմի ղեկավար, գլխավոր շտաբի պետ, ԱԱԾ տնօրեն, քննչական կոմիտեի ղեկավար, գլխավոր դատախազ, մի քանի նախարարներ ու փոխնախարարներ, այդքան մարդու ներկայությամբ նախագիծը ներկայացրել եմ դեռևս 24 թվականին։ Այդտեղ նստած է եղել, դեմ կարծիք չես արտահայտե։ Մինչ գերատեսչական հանձնաժողովը ձևավորվե վարչապետի որոշումով, դու հանձնաժողովի մշտական անդամ ես, բազմաթիվ նիստեր ենք արել, 6 ամիս քննարկել ենք, մի անգամ չես ասել դեմ ես։ Ամերիկա գնալուց առաջ ասել ես կողմ եմ։ Հիմա հետեսեկի ինչ առանց քեզ նիստ են կարել, ասում ես դեմ եմ, ասացա դեմ եմ, ես տենց եմ քվեարկելու, ու դրա արդյունքում նախագիծը տապալվեց։ Ինչ տեղի ունեցավ նախագծի տապալմամբ։ Քաղաքացիությունից հրաժարվողների թիվը 44%-ով աճեց, միջև այդ 2000 հոգի տարեկան հրաժարվում թիվը դառավ 3000 մոտավոր, մի քիչ։ Այդ մտահոգությունները Կներեք, վանակի ես արատավոր խնդիրները կան, ստացվում է մենք անձնական ամբիցիայի պատճառով կորցրեցինք կարևորագույն նախագիծ։ Բանակի համար եմ անում։ PR-ի համար անելուց լինի 50 տարի կլինեի ես խմբակցության падգամավոր։ Ամենակարևորագույն հարցերը որ բարձրացնում եմ։ Ինչի համար հարաբերություններ չէ փչանում դրա արդյունքում։ Նախարարների հետ, գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ հարաբերություն է փչանում։ Բնականաբար, որ մարդու խնդիրների մասին խոսում ես, հարաբերություն է փչանում։ 2 տարի խնդրում եմ պաշտպանության նախարարին։ Ասում եմ բանակում շաբաթը մեկ է զորքը լողանում։ Հնարավորություն ստեղծենք թող ամեն օր լողանա։ Ինչի՞ց է խնդիրը ծագի։ 24 թվականի падգամավորներից մեկը փակ մեր հանդիպման ժամանակ հարց տվեց թոքաբորբով զոհ ենք ունեցել։ Մահվան դեպք ենք ունեցել բանակում, որ Սառա ջրով հավանաբար լողացել է։ Դե ասեց մենակ մեր բանակում չի, որ շաբաթը մեկը բազմաթիվ բանակներում տենց է։ Ուսումնասիրեմ տասնյակ բանակների փորձը։ Բազմաթիվ երկրներում զինվորները ամեն օր լողանում են։ Հայաստանում, աֆրիկական մի քանի երկրներում ու տենց թերի զարգացած երկրներում որ շաբաթը մեկ են լողանում։ Ասել եմ լրացուցիչ սաղ չի, սա առաջակիմ, ասել եմ խնդրում եմ, ստեղծենք հնարավորություն մեր զորքը ամեն օր լողանա։ Դե 2 տարի անցել է նույն վիճակն է։ Հա հիմա ունենք որոշ տեղեր, նոր կառուցված տեղեր, բայց փոքր տոկոսակազմով որ զորքը կարող է ամեն օր լողանա, բայց մեծամասամբ մեր տեղեքը շաբաթը մեկ են լողանում։ Դե թող պաշտպանության նախարարության ղեկավար կազմը շաբաթը մեկ լողանա։ Դե թող ուրեմն միջև այդ խնդիրը չլուծեն, իրանք շաբաթը մի անգամ լողանան։ Տենամ կարան։ Բա մեր զորքի համար խի պիտի մենք լավ պայման։ Ես հիմա առաջ անգամ եմ հրապարակային ասում, ուղղակի այլ հնարավորություն էլ չունեմ իլ մեջս պահելու։ Պաշտպանության փոխնախարարը զինվորների լողանալու մասին տեղեկություն չունի։ Լրագրողների հետ զրույցում Արման Սարգսյանն ասել է, որ ի պաշտոնե չի զբաղվում այդ հարցով։ Ինքը տեղյակ չէ ինչի մասին է խոսքը։ Այդ հարցով որևէ խնդիր մինչև այսօր չի եղել։ Փոխնախարարը խոսել է նաև բանակում մահվան դեպքերի մասին, նշել, որ բոլոր դեպքերում քննություն է իրականացվում ու հրապարակվում։ Ես զինվորների լողանալու հարցով ի պաշտոնե չեմ զբաղվում։ Ես չգիտեմ պարոն Սարգսյանը։ Ես տեսեք, ես պաշտպանության նախարարությունում համակարգման ոլորտներ կան, ես տեղյակ չեմ, որ զինվորը երբ է լողանում։ Հարգարժան պարոն Կիրակոսյան, ես հիմա Նարեկ ջան, տեղյակ չեմ ինչի մասին է խոսքը, ես կարծում եմ, որ չլողացած զինվոր մենք չունենք, եթե մեր զինվորների դուք ասում եք ոլորտը ես չեմ համակարգում, դրանք զինվորական կարգապահության նախատեսված իրավակարգավորումներով լուծվող հարցեր են, բայց
որևէ խնդիր այդ հարցով մինչև հիմա չի եղել, եթե կա շնորհակալություն եմ ես։ Նվազման մասին խոսելը կամ այլ բանի մասին խոսելը, ես կարծեմ թվեր հնչեցվեց տոկոսային թվեր, նախ սպանություններ ասելը ուռճացված է, որովհետև 25 թվականին անգամ սպանություն չի եղել, ինչը եւ սպանություններ, թե դեպք ունեն։ Դրա համար եմ ասում, որակումները այլ են, որովհետև մահվան դեպքը նաև զոհեր է ներկայացվում, բայց պարզվում է, որ մարդը մահացել է իր առողջության խնդիրների բերումով եւ այդպես շարունակ։ Եթե դեպք եղա, տեսեք, ես ուզում եմ տեղյակ պահել, որ յուրաքանչյուր դեպքը քննության առարկա է դառնում թե նախաքննական մարմնի կողմից եւ թե դրա հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում է ծառայողական քննություն։ Եվ հետևաբար այդ ծառայողական քննության արդյունքները նախաքննական մարմնի հրապարակվում են ու բոլորի համար դառնում են հասուն։ Բայց թիվը չի նվազում։ Ձեզով է ասում չի նվազում։ Դուք ուրեմն խնդրեմ տեսնեք նաև հարցում կատարեք, մենք ձեզ թվային տվյալներ տանք, որ տեսնեք դուք ինքներդ, որ մենք նախորդ տարի ունեցել ենք ընդամենը 30 մահվան դեպք, ես միգուցե 1-2-ով այսպես շեղում լինի, բայց կարծում ճշգրիտ է, որից ընդամենը 6-ն էր ծառայության բերումով, մյուսները մեր զինծառայողները իրենց բնակարաններում, իրենց չգիտեմ, կյանքի բոլոր հանգամանքներում միգուցե Այսինքն ներանձնային այդ խնդիրների հարցը չի։ Եթե քչանում են դեպքերը, նշանակում է լուծվում են կամ առնվազն լուծման ճանապարհին ենք։ Անդրանիկ Քոչարյանը նախագիծը խնդրահարույց է համարում։ Լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի նախագահն արձագանքել է Հայկ Սարգսյանի հայտարարություններին, դրանք որակել պատգամավորի երևակայության արդյունք։ Քոչարյանը նաև նշել է, որ բանակում մահվան դեպքերի թիվը նվազել է, թեև խնդիրներ կան եւ փակ քննարկումների ժամանակ քննարկվում են նաև այդ խնդիրների լուծումները։ Խաղաղության ամեն օրը օրենսդրությունից սկսած պետք է իրականացնել ծրագիր, որը մեզ բարձրացնելու է վերև անվտանգության տեսանկյունից, ասել է նա։ Սարգսյանը սիրում է ֆանտազիային զոհտա եւ բնականաբար դժվար թե ինքի հետ կոնտակտ ունենար եւ հանձնաժողովին իստը բնականաբար լավ կլինի որ այստեղ լինեի, բայց մտության կողիտակ փորձեցի արտահերթին ստանալ, հետո չարեցի։ Թողանային, ես այստեղ չէի, բայց եկա եւ պարզվեց, որ այս օրինագիծը իր կողմից շրջանառության մեջ դրված շատ խնդրահարույց է։ Եվ ֆրակցիան դեմքի վերքե նաեւ ինքը։ Այսօր հիշեցրեցի։ Եթե այդքան ես առաջի անգամ դեմ պատմության մեջ, որ մի մարդ իր նախաձեռնության դեմ կվեր։ Որն է կարևոր, որ բանակում փողով ազատվեն։ Դե ասում ես sense տենց այդ մարդիկ թողնում դնում են։ Կարևոր է ձեր կճարնի գլացի անգամ, որովհետև ամեն օր քաղաքացիություն։ Դուք շարունակեք Հայկ Սարգսյանի հարցազրույցները։ Դուք հիմա Պաշտպանության հանձնաժողովի նախագահի հետ եք խոսում, որը բնականաբար պետք է դեմ լիներ փողով բանակից ազատվելուն։ Չասում այդ տղաները այսպես թե այնպես գնում են։ Որ տղաները ցանկը թողտա այդ որ տղաները։ Ցանկը ասում են զանգում են, ովքեր են զանգում։ Կարին այդ թվերը շատ վիճահարույց են, չէ՞։ Պաշտպանության փոխնախարարն էլ խոսեց։ Նախքին, երբ որ շրջանառում էր նախաձեռնություն, այնտեղ MC թվեր էր ներկայացրել զորակոչի հետ կապված 2009-2010 թվականները, եթե թվերով շարժվենք, ստացվում էր, որ բանակը 50%-ով գոյություն չուներ։ Երբ որ այդ քննարկման, ֆրակցիան քննարկման ժամանակ այդ ասվեց, այդ թիվը 50% ավելացրած, որի եզրահանգումների վրա ինքը հանգել էր ինչ-որ եզրահանգումների, բայց վերջին 2 տարվա ընթացքում զորակոչի թիվը աճում է։ Հիմա դա ինչի է դա պայմանավորված։ Հիմա կասեն խաղաղության գուցեև, բայց որ նաև օրենքներ են ընդունել, որը փոխում է միջավայրը, եւ այդ միջավայրն է, որ հնարավորություն է տալի մայրերին առաջին հերթին վստահ լինել, որ այն ինչ որ կար բանակի ներսում եւ շարունակվում էր, ինքը կանգնած է եւ մահացան դեպքերի մասին քիչ առաջ լսեցի փոխնախարարը ասեց, քանի դեպքից քանիսն է բանակի ներսում տեղ ունեցել։ Խնդիրներ կան եւ հիմա որ փակ քննարկում ենք անում, այնտեղ էլ բանակի գերավարության հետ կապված, նաեւ չլուծված խնդիրների հետ կապված մենք աշխատանքային քննարկում արեցինք, որի արդյունքում շրջանառության մեջ կդրվեն այնպիսի դրվագներ օրենսդրական բացերի լրացման, որը հնարավորություն կտա շարժվել առաջ։ Ամեն օրը խաղաղության պետք է
օրենսդրությունից սկսած իրականացնել ծրագիր, որ մեզ բարձրացնելու է վերև անվտանգության տեսանկյունից։ Հայկ Սարգսյանը բերում է ասես թղթերի ինչ-որ տրցակ, հետո ինքը սկսում է թղթերով ինչ-որ եզրահանգումներ անել, որը մերժվում է։ Նաև ինքն է մերժում։ Ես չգիտեմ, դիագումար նիստում ինձ շատ հետաքրքիր է Հայկ Սարգսյանը ոնց է քվեարկել։ Չնայած հիմա քանի որ ինքը ցուցակում չի, կարող է լրիվ ուրիշ ձև բացի։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին։ Որոշումը հիմնավորված է եւ բխում է ոչ թե նեղ կուսակցական հաշվարկից, այլ հասարակության պառակտումը կասեցնելու, առողջ քաղաքական ուժերի համախմբման եւ հաղթանակի նպաստելու համազգային շահերից։ Եվ ահա այդ տրամաբանությամբ ընտրություններին մասնակցությունից զերծ մնալը պայքարից խուսափում չէ։ Հանրապետականը շարունակելու է մնալ համազգային նպատակների համար պայքարի առաջամարտիկներից մեկը։ Կուսակցությունը հայտարարել է, որ խոստովանում են ընդդիմադիր ազգային ուժերը, այդ թվում իրենք չեն կարողացել անհրաժեշտ պահին ձևավորել լայն համազգային շարժում եւ քաղաքական համախմբում ընդդեմ ազգադավ պետականաքանդ կառավարիչների, եւ այդ բաց թողումը ենթակա է ազնիվ գնահատման ու հետեւությունների։ Համոզված են, որ սեփական սխալների ընդունումը քաղաքական թուլության նշան չէ, այլ հետեւություններ անելով ապագան կառուցելու եւ հանրային վստահություն ամրապնդելու նախապայման։ Վարչապետին անվստահություն հայտնելու սահմանադրական ճանապարհը կուսակցության համար շարունակում է մնալ իշխանափոխության հասնելու գործընթացների օրակարգում։ Կուսակցությունը ներկայացնում է թիմի առաջարկությունները խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում կայացրած ազգային առողջ իրական ընդդիմադիր ուժերին իշխանափոխության գործընթացը առավել արդյունավետ եւ համակարգված դարձնելու նպատակով, նշված է հայտարարության մեջ։ Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է Կրեմլուն Փաշինյան-Պուտին բանակցությունների ժամանակ եւ դրանից հետո ռուսաստանյան կողմի Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակմանը։ Դիվանագիտական խողովակներով Ռուսաստանի նախագահի աշխատակազմին ռուսաստանյան կառավարությանը եւ արտգործնախարարությանն է փոխանցվել Ադրբեջանի դիրքորոշումը կապված Ադրբեջանի Ղարաբաղյան տարածաշրջանը քաղաքական սպեկուլյացիաներում օգտագործելու անթույլատրելիության հետ եւ մեր ակնկալիքները նման գործողությունների դադարեցման վերաբերյալ, գրում է ադրբեջանական ԱՊԱ-ն։ Ըստ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության, այն որ Ղարաբաղյան տարածաշրջանն Ադրբեջանի անբաժանելի մասն է, հիմնված է ոչ թե որևէ պետության որոշման, այլ պատմության, միջազգային իրավունքի եւ արդարության վրա։ Չնայած դրան, այս թեման շարունակում է հնչել ռուսաստանյան կողմի պաշտոնական քաղաքական դիսկուրսում։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը Վեսթի հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին մեկնաբանել է հարցը, թե որ կողմը Ռուսաստանը, թե Հայաստանն է առաջինը Ղարաբաղյան տարածաշրջանը ճանաչել որպես Ադրբեջանի մաս։ Կցանկանայինք եւս մեկ անգամ հիշեցնել ռուսաստանյան կողմին, որ ոչ մի երկիր, այդ թվում Ռուսաստանի Դաշնությունը, երբևէ կասկածի տակ չի դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Ղարաբաղյան տարածաշրջանը։ Կրկին ռուսաստանյան կողմին ենք հայտնում մեր ակնկալիքները առ այն, որ Ադրբեջանի ինքնիշխանությանը վերաբերող հարցերը հանրային քննարկման առարկա չեն դառնա ներկա ժամանակահատվածում, երբ ռուս-հայկական հարաբերությունները բարդ են, հայտարարել է արտգործնախարարությունը։ Ռուսաստանի փոխվարչապետը հայտարարություն ունի։ Ալեքսեյ Օվերչուկը զգուշացրել է, որ եթե Հայաստանը միանա Եվրամիությանը, այն այլևս օդային կապ չի ունենա Ռուսաստանի հետ։ Այժմ Եվրամիության երկրների հետ օդային հաղորդակցություն չկա, ինչը նշանակում է, որ կառույցին անդամակցելու պարագայում Հայաստանի հետ օդային հաղորդակցություն չենք ունենա, ասել է նա։ Օվերչուկն ընդգծել է, որ Հայաստանի քաղաքացիները պետք է տեղյակ լինեն Եվրամիությանը մերձենալու Երևանի որոշման հնարավոր հետևանքների մասին։ Սա կարող է շատ կոպիտ հնչել, բայց մենք ուզում ենք, որ Հայաստանի մարդիկ հասկանան, եթե դա տեղի ունենա, ինչ կլինի, քանի որ որոշումներ են կայացվել Եվրամիությանը մերձենալու համար։ Ընդգծել է փոխվարչապետն ու միևնույն ժամանակ ըստ Օվերչուկի Հայաստանի Եվրամիությանը անդամակցելու վերջնական հետևանքները մնում են անհայտ։ Դատախազության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացրել Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո 2 ամսով կալանավորված Դավիթ Մինասյանի դասընկերներն ու ծնողները։ Հավաքվել էին խնդրանքով դիմելու գլխավոր դատախազին վերացնելու ընկերոջ նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը։ Հիշեցնենք, Դավիթ Մինասյանի ինքնազգացողությունը վատացել էր, գիտակցությունը կորցրել էր, նրան տեղափոխել էին նախ Աբովյանի բուժկենտրոն, ապա Նայիրի բուժկենտրոն։ Փաստաբանն էլ հայտարարել էր, որ տղան ունի բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։ Այս նամակի բովանդակությունը շատ չի տարբերվում նաև նամակից, որը հանձնել ենք մարդու իրավունքների պաշտպանին, բայց դե ոչ միտեղից դեռ արձագանք չենք ստացել։ Մեր ընկերը գտնվում է Նայիրի բժշկական կենտրոնի ռեանիմացիայում եւ մեր համար շատ կարեւոր է նրա առողջական վիճակը եւ հույս ունենք, որ ինչքան հնարավոր շուտ պատասխան կստանանք։ Մենք մեր լրակյաց ակցիաները շարունակելու ենք, փորձելու ենք մաքսիմալ օգնենք մեր ընկերոջը, քանի որ երևույթի իր
առողջական վիճակից ելնելով, իրավիճակից ելնելով մենք ցանկանում ենք գոնե տնային կալանք ստանալու մեղմացուցիչ հանգամանք լինելով նրա առողջական վիճակը տնային կալանք պատժամիջոցով, քանի որ մեր ընկերը մեր կարծիքով, սուբյեկտիվ կարծիքով պետք չէ, որ Աբովյանի կամ Արմանվիրիկ այդ պայդրության մարդու իրավունքների պաշտպանը չէր գտնվում շենքում, դրա պատճառով հանդիպում չտեղի ունեցավ, դրանից հետո ըստ երևույթի ոչ մի արձագանք դեռ չի ստացվել, ստանալուց հետո կտեղեկացնենք։ Քաղաքապետը հանձնարարել է արագացնել մայրաքաղաքում փոսալցման աշխատանքները։ Տիգրան Ավինյանը նկատել է, որ աշխատանքի տեմպ տնկել է։ Քաղաքապետը շեշտել է, որ ասֆալտապատման, մանավանդ փոսալցման աշխատանքների համար չկա նոր տարի, զատիկ կամ հանգստյան օր։ Փոսալցման աշխատանքների տեմպը էլի ոնց որ սկսում է ընկնել։ Այսինքն մենք բացառիկ փետրվար ամսին մեծ տեմպով սկսեցինք փոսալցման աշխատանքներ իրականացնել, հիմա զգում եմ, որ տենց մի քիչ կամաց, ոնց որ էլի հարմարվեցինք, էլի տենց նորմալ ռեժիմի են հին չի լինի, էլի այդպես։ Թույլ տաք զեկուցեմ այդ մասով, վերջի 11 օրը միայն 3-4 օրն են կարողացել ամբողջ տեմպով աշխատել, որովհետև զուտ եղանակային պատճառներով, որ օրը լավ օր ա եղել, ամբողջ տեմպով կարողացել ենք աշխատել։ Հիմա Կիրակից երկուշաբթի գիշերը։ Կիրակից երկուշաբթի գիշեր չենք աշխատել զուտ զատիկի պատճառով, պարոն քաղաքապետ, անկեղծ։ Դե հիմա տեսեք, պարոն Թևոսյան, ես ամեն ինչ հասկանում եմ, բայց այս այն դեպքն է, որ նաև չեմ հասկանում, որովհետև երևանցիները չեն հասկանում եւ չեն ընդունում։ Տեսեք, ասֆալտապատման աշխատանքները եկեք կանոն դնենք, էլի, նամանավանդ եթե խոսքը գնում է փոսալցման մասին։ Չկա նոր տարի, չկա զատիկ, չկա հանգստյան օր, ոչ մի բան չկա։ Բոլոր այն մասնակիցները, ովքեր որ այս process-ում գալիս են հայտ են ներկայացնում, այսօրվանից թող իմանան, որ որևէ օր իրենք չունեն հանգիստ, որովհետև փոսալցման աշխատանքները դրանք տենց կարևորագույն աշխատանքներից մեկն են Երևան քաղաքում։ Եվ օրինակ հիմա այս գիշեր հուսով եմ մեծ տեմպով բոլոր վարչական շրջաններում մտնելու են։ Վստահենք։ Պարոն քաղաքապետ, նույնիսկ ցերեկով ենք աշխատանք կատարելու, որովհետև երեք գիշերը չենք կատարել, որոշ փողոցներում ոչ կենտրոնական փողոցներում, նկատի եմ փոքր կենտրոնում, այլ տեղեր կատարել ենք նույնիսկ ցերեկով աշխատանքներ, որովհետև երեկոյան չենք, գիշերը երեք չենք կատարել։ Շատ լավ, պարոն Թևոսյան, փոսալցման աշխատանքների համար չկան հանգստյան օրեր։ Չկան, այսուհետ չկան։ Մենք արդեն հասել ենք մոտ 57000 քառակուսի մետրի, պարոն քաղաքապետ, միայն փոսալցման մասով։ Շատ լավ։ Եվս հաջորդը, պարոն Թևոսյան, ճաքալցման աշխատանքները ես ասել եմ, ծավալները ավելացնել։ Մրցույթ հայտարարել եք։ Մեկ մրցույթը կայացել է, որը որ բյուջեով գումարը հատկացված էր եւ եւս երկրորդ մրցույթ ուղարկվել է գնումներ, ներառվել է գնումների պլանում 15-ի 6-ով հավելյալ ծավալի ավելացման։ Նոր աղբավայր չի կառուցվելու, այլ կառուցվելու է աղբի վերամշակման գործարան։ Քաղաքապետն է հայտարարել գործակարգավարական նիստում։ Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենը ներկայացրել է վերակառուցման եւ զարգացման բանկի հետ գործակցության ընթացքն ու մրցութային ծրագրերը։ Տիգրան Ավինյանն էլ հստակեցրել է, արդյոք խոսքը նոր աղբավայրի մասին է, քանի որ նման նպատակ ի սկզբանե չի եղել, Ավինյանը հորդորել է նման ձևակերպումներից զերծ մնալ։ Մենք գնահատում ենք, որ տարեվերջին արդեն միգուցե հնարավոր կլինի մրցութային գործընթացը մեկնարկել աղբավայրի արդեն բուն կառուցման եւ տեխնիկական հսկողության ծառայությունների։ Շնորհակալություն։ Աղբավայրի ասացիք Տիկին բաբա։ Աղբավայրերի փակման եւ նորի կառուցման։ Մեր այս ծրագիրը վզեբի հետ նոր աղբավայրի կառուցման մասին, Այո։ Ես շատ մեծ հավանականությամբ տեսնում եմ, որ որևէ տեղ չի հանգելու այս ծրագիրը, որովհետև մեր նպատակը նոր աղբավայր կառուցելը չի, բացարձակապես, այսինքն մեր նպատակը այն էր, որ մենք պետք է ունենանք աղբի վերամշակման նոր գործարան, որը որ պետք է ամբողջապես կլանի այն աղբը, որը հավաքվում է Երևան քաղաքում եւ ոչ միայն Երևան քաղաքում, նաեւ մերձակա մարզերում։ Եվ եթե խնդիրը նոր աղբավայրի կառուցման մասին է, ես ձեզ վստահեցնում եմ, սա տենց կարակել չշարունակեք, մեր գործընկերներին ասեք, որ եկեք այս կետում կանգնենք,
Շնորհակալություն, ավել բան պետք չի, որովհետև նոր աղբավայր, ես երբևէ չեմ ասել, որ մենք նոր աղբավայր ենք կառուցելու։ Մեր խնդիրը նոր աղբի վերամշակման գործարան կառուցելն է։ Եվ եթե մենք այստեղ, եթե ես ինչ-որ մի բան սխալ եմ հասկացել, խնդրում եմ ինձ պարզաբանեք, որովհետև ես այս ձևակերպման հետ ունեմ անհամաձայնություն։ Մենք հիշում եք, ունենք զուգահեռ process, որ կայացել է առաջին փուլը, երկփուլ մեր մրցույթի, որը որ աղբի վերամշակման գործարանի մասին է։ Եթե այս process-ը որևէ կերպ չի աջակցում նրան, որ մենք կառուցենք վերջում աղբի վերամշակման գործարան, անիմաստ ռեսուրս չարժել ծախսել առհասարակ Տիկին Բաբայան։ Պարոն քաղաքապետ, երկու ծրագրերը ամբողջական լուծում են ենթադրում եւ սա ոչ թե նոր աղբավայր իր նոր այսպես ասած գործող ծավալներով եւ այլ կառուցելու մասին է, այլ այնպիսի սանիտարական աղբավայր, դե այդ ուսումնասիրությունները մեզ կտան ինչքան ծավալի եւ ինչպես, որը որ այն մինիմում անհրաժեշտությունն է, որ մասնագիտական շրջանակները եւ տեխնիկական, այսպես ասած, գիտելիքը մեզ հասած ասում է, որ նույնիսկ այն պարագայում, երբ որ վերամշակման գործարանը կառուցվում է, այնուամենայնիվ որոշակի ծավալով սանիտարական աղբավայրի անհրաժեշտություն կա, եթե այստեղ տեխնիկական եւ մասնագիտական ավելի բան հարցեր կան, ես միգուցե խնդրեմ Տիկին Հայկազյանը միջամտի եւ այս մասով։ Ես այսպես ասեմ, եթե խնդիրը դրված է այնպես, որ մենք նոր աղբավայր ենք կառուցում, մենք նոր աղբավայր չենք կառուցում։ Մենք պետք է կոնսերվացնենք մեր եղած աղբավայրը եւ մենք պետք է ունենանք աղբի վերամշակման գործարան։ Եթե այս երկու process-ները իրար փոխ լրացնում են, խնդրեմ, ես առաջին օրվանից պարզ ոնց որ թե հենց հայերենով ասել են, ժողովուրդ ջան, մենք այս զուգահեռ process-ները անում ենք, որպեսզի հասկանանք, որ process-ով ենք ավելի արագ հասնում կետին, եթե ինչ-որ մի կետում այս process-ները իրար միավորել կարող ենք, ես միայն ուրախ եմ, բայց մենք նոր աղբավայր չենք կառուցում, մենք պետք է կառուցենք աղբի վերամշակման գործարան, սա է մեր առջև դրվելիք խնդիրը, այսինքն մենք որևէ այլ տենց կոմպրոմիսային եւս մի հատ process զուգահեռ, որ մենք կարող եմ այդ նոր աղբավայր են կարող, չէ, նա եղած աղբավայրը ամենայն հարգանքով ինչ որ տենց կառավարելի տեսքի բերել ենք, հիմա մի քիչ ավելի առանց շատ խորքային process-ների, այս եղած աղբավայրում էլի կարանք շարունակենք իրեն կառավարելի պահել եւ հələ ինչ որ բարելավումներ էլ անել։ Եթե անվանումը արդեն դուրս չի գալիս, նոր աղբավայր կառուցելու մասին process, խնդրում եմ չքննարկել առհասարակ։ Հայաստանում է ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագիտական խումբը։ Հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանը կհյուրընկալի ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը։ Միջոցառման շրջանակում առանցքային ուշադրություն է դարձվում անվտանգության բոլոր բաղադրիչներին։ Արդեն իսկ նշանակվել են անվտանգության պատասխանատուներ եւ համակարգողներ։ Կարիքների գնահատում իրականացնելու համար խումբն այցելելու է նաեւ համաժողովի անցկացման հիմնական վայրեր։ Աշխատաժողովների օրակարգում են միջուկային անվտանգության միջոցառումների պլանավորման, նախապատրաստման եւ ռիսկերի գնահատման հարցեր։ Փորձագետները ներկայացրել են Մարոկկոյում, Սաուդյան Արաբիայում եւ Ֆրանսիայում խոշոր միջոցառումների ժամանակ կիրառվող անվտանգության ապահովման մոդելները։ Փրկարար ծառայության կողմից հրավերներ են ուղարկվել միջազգային փորձագետներին Հայաստանի Հանրապետություն այցելելու եւ մեր կարողությունների գնահատում իրականացնելու, իրենց փորձով կիսվելու եւ անհրաժեշտ տեխնիկական միջոցների հագեցվածության գնահատում իրականացնելու համար։ Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ 3 կեսօրից հետո Մարգարավանաձոր ավտոճանապարհի 59-րդ կիլոմետր հատվածում բախվել են Kia Forte-ն եւ VAZ-2107-ը։ Վթարի հետևանքով վարորդներն ու 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հատուկ տեխնիկայով վիրավորներից մեկին մեքենայից դուրս են բերել, ապա հոսանքազրկել մեքենաներն ու փակել գազի բալոնների փականը։ Շամշյանի տեղեկացմամբ մինչև դեպքի վայր քննչական խմբի ժամանումը հիվանդանոցից տեղեկություն է
ստացվել, որ 21-ամյա վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Վթարի փաստով ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մեքենաների սեփականատերերի եւ վիրավորների ինքնությունը։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պայքարը Ապօյնի թմրաշրջանառության դեմ շարունակվում է հետևողականորեն։ Արմավիրի քրեական ոստիկանների վերջին բացահայտումներից երկուսը ներկայացնենք միասնական տեսաշարով։ Արմավիրի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արմավիր քաղաքի 65-ամյա բնակիչը իրացման նպատակով պահում է կանեփից պատրաստված թմրանյութ։ Տեղեկությունը ստուգվեց, ձեռք բերվեցին փաստական տվյալներ, նախաձեռնվեց քրեական վարույթ։ Մարտի 16-ին դատարանի որոշմամբ նույն բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներով ապակյա տարաներ եւ թղթեպատետներ ընդհանուր 270 գրամ քաշով։ Բացի այդ հայտնաբերվեցին կանեփի սերմեր, կաթուցիչներ եւ նռնակ։ Տանտերը հայտնեց, որ նռնակը գտել է, իսկ թմրանյութն ինքն է պատրաստել անձնական օգտագործման համար։ Մարտի 18-ին էլ Արմավիրի քրեական ոստիկանները ստացան նմանատիպ տեղեկություն։ Նույն օրը ժամը 15:45-ին Երևան Էջմիածին ճանապարհին ձերբակալվեցին Շահումյան գյուղի եւ Վաղարշապատ քաղաքի 64-ամյա երկու բնակիչ։ 5 րոպե անց Երևան Արմավիր ճանապարհին ձերբակալվեցին Հացիկ գյուղի 52-ամյա եւ Արմավիր քաղաքի 71-ամյա բնակիչներ։ Երկու մեքենաները տեղափոխվեցին պահպանվող հատուկ տարածք եւ կնիկվեցին։ Առաջին մեքենայի վարորդի եւ երկրորդ մեքենայի ուղևորի մոտ հայտնաբերվեցին դեղնականաչավուն զանգված եւ Սուբուտեքսի նմանվող կեսհաբ։ Շահումյան գյուղի բնակիչ 64-ամյա տղամարդը խոստովանեց, որ ձերբակալվելուց առաջ 25000 դրամով Սուբուտեքս էր իրացրել վարորդին։ Պարզվեց նաեւ, որ նույն Սուբուտեքսը նրան էր իրացրել Հացիկ գյուղի բնակիչ 52-ամյա տղամարդը։ Դատարանի որոշմամբ խուզարկվեցին կնիկված մեքենաները, հայտնաբերվեցին ներարկիչներ, որոնցից մեկը լցված էր Սուբուտեքսի նմանվող լուծույթով, մյուսում կային սպիտակ հեղուկի հետքեր։ Շահումյանցու տանը եւս հայտնաբերվեց փայլատիթեղի փաթեթ կանեփանման զանգվածով։ Երկու դեպքով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Նեթանյահուն Թրամփին շնորհավորել է Իրանի տարածքից խոցված օդաչուին փրկելու կապակցությամբ։ Այս մասին Իսրայելի վարչապետը գրել է X-ի իր էջում։ Քիչ առաջ զրուցեցի նախագահ Դոնալդ Թրամփի հետ եւ անձամբ շնորհավորեցի նրան թշնամու տարածքից խոցված օդաչուին փրկելու վերաբերյալ կայացված համարձակ որոշման եւ ամերիկյան առաքելության կատարյալ իրականացման կապակցությամբ, գրել է Նեթանյահուն։ Թրամփը իր հերթին երախտագիտություն հայտնեց Իսրայելի օգնության համար։ Ես խորապես հպարտ եմ, որ մեր համագործակցությունը մարտի դաշտում եւ դրանից դուրս աննախադեպ է եւ որ Իսրայելը կարողացավ իր ներդրումն ունենալ քաջարի ամերիկացի ռազմիկի փրկության գործում, հայտնել է Իսրայելի վարչապետը։ Իրանի զինված ուժերը վճռական եւ լայնածավալ պատասխան կտան Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վրա ԱՄՆ-ի եւ Իսրայելի ցանկացած հարձակմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Նմանատիպ սպառնալիքն ըստ էության հանդիսանում է պատերազմական հանցագործությունները եւ ցեղասպանությունը օրինականացնելու փորձ։ Եթե այն իրականացվի, ապա անկասկած Իրանի իսլամական Հանրապետության զինված ուժերը կպատասխանեն վճռականորեն եւ լայնածավալ կերպով։ Նրա խոսքերն է մեջբերում Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։ Իրանը ձևակերպել է իր դիրքորոշումները եւ պահանջները ի պատասխան միջնորդների միջոցով վերջերս ներկայացված հրադադարի առաջարկների։ Այս մասին ապրիլի 6-ին հայտնել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, հավելելով, որ բանակցությունները անհամատեղելի են վերջնագրերի եւ պատերազմական հանցագործություններ իրականացնելու սպառնալիքների հետ։ Բաղային հայտնել է, որ Թեհրանն ունի մի շարք պահանջներ, որոնք հիմնված են իր ազգային շահերի վրա եւ արդեն փոխանցել են միջնորդական ուղիներով, հավելելով, որ ԱՄՆ-ի նախկին պահանջները, ինչպիսին է 15 կետանոց ծրագիրը, մերժվել են չափազանց լինելու պատճառով։ Պատասխանելով լրագրողի հարցին կապված Իրանի եւ ԱՄՆ-ի միջև հրադադարի հաստատելու ջանքերի հետ, Բաղային ասել է, որ իրանական կողմը մշակել է իր սեփական պատասխանները, խոստանալով մանրամասները ներկայացնել ժամանակին։
Իրանի ավելի քան 80 համալսարան, հետազոտական կենտրոն եւ գրադարան ենթարկվել են ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարձակումներին փետրվարին զինված հակամարտության սկզբից ի վեր։ Այս մասին հայտնել է Տաջիկստանում Իրանի դեսպանը։ Համալսարանների եւ գիտահետազոտական կենտրոնների վրա հարձակումներն ավելի քան որևէ այլ բանի բացահայտում են թշնամիների հակամարտկային էությունը։ Ամերիկյան եւ սիոնիստական ագրեսորները ռազմական գործողությունների սկզբից մինչև օրս հարվածներ են հասցրել ավելի քան 30 համալսարանի, մի քանի գիտական եւ հետազոտական կենտրոնի, ինչպես նաեւ Իրանում գտնվող 55 գրադարանների, նշել է դեսպանը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Զրույցի ընթացքում քննարկվել է Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանում առճակատման արագ դադարեցման եւ քաղաքական ու դիվանագիտական երկխոսություն սկսելու միջազգային ջանքերը։ Նաև քննարկվել են տարբեր միջազգային հարթակներում, նախ եւ առաջ ՄԱԿ-ում ռուս-չինական համագործակցության ամրապնդման ուղիները։ Կողմերը գոհունակություն են հայտնել համաշխարհային օրակարգի հարցերի մեծ մասի, այդ թվում Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի եւ Չինաստանի մոտեցումների համընկնման առնչությամբ։ Ուկրաինան եւ Սիրիան ապրիլի 5-ին կայացած բանակցություններում խոստացել են ավելի խորացնել համագործակցությունը անվտանգության ոլորտում։ Այս մասին Տելեգրամում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ով մերձավոր արևելքի երկրներով շրջագայության շրջանակներում Դամասկոսում հանդիպել էր Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարայի հետ։ Մենք համաձայնեցինք աշխատել միասին մեր հասարակությունների համար ապահովելու ավելի շատ անվտանգություն եւ զարգացման հնարավորություններ, գրել է Զելենսկին։ Վերջին շաբաթների ընթացքում Զելենսկին այցելել է մերձավոր արևելքի երկրներ, առաջարկելով ուկրաինական փորձը անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռային հարձակումների դեմ պայքարում, որը մշակվել է Ռուսաստանի հետ շուրջ 4 տարի շարունակվող պատերազմի ընթացքում։ Զելենսկին նաև հայտնել է, որ Ուկրաինան լինելով հացահատիկի խոշոր արտադրող, ցանկանում է ներդրում ունենալ մերձավոր արևելքի պարենային անվտանգության ապահովման գործում։ Այդ նպատակով նա Սիրիայի առաջնորդին տեղեկացրել է, որ Կիևը հուսալի մատակարար է։ Նրա խոսքով երկու նախագահները քննարկել են տարածաշրջանային պարենային անվտանգության ամրապնդման հնարավորությունները։ Գիշերը Ռուսաստանը զանգվածային հարձակման է ենթարկել Օդեսան։ Քաղաքի Կիևի եւ Պրիմորիեի շրջանների բնակելի շենքերը, ենթակառուցվածքային օբյեկտները եւ վարչական շենքերը հայտնվել են կրակի տակ։ Բազմաթիվ հարվածների հետևանքով բռնկվել են լայնածավալ հրդեհներ, այրվել են մասնավոր բնակելի շենքեր, հանրակացարան, վարչական շենքեր, մանկական հաստատություն եւ տրանսպորտային միջոցներ։ Գրանցվել են նաեւ շենքերի եւ մեքենաների զգալի ավերածություններ եւ վնասներ։ Նախնական տեղեկությունների համաձայն զոհվել է 3 մարդ, այդ թվում 1 երեխա։ Վիրավորվել է 10 մարդ, այդ թվում 1 երեխա։ Հրշեջներին հաջողվել է փրկել 4 մարդու, այդ թվում 1 երեխայի։ Չնայած օդային տագնապի բազմաթիվ ազդանշաններին, փրկարարները մարել են բոլոր հրդեհները։ Արտակարգ եւ փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Տեղում աշխատում են պետական արտակարգ ծառայության եւ ազգային ոստիկանության հոգեբանները։ Պետական արտակարգ ծառայությունն ավելի քան 20 միավոր տեխնիկա եւ ավելի քան 100 փրկարար է տեղակայել հետևանքները վերացնելու նպատակով։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Հանրապետության տարածքում վաղը ցերեկ ապրիլի 8-ից 10-ը ժամանակաժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Լեռնային գոտիներում թաց ձյան եւ ձյան, նախալեռնային եւ հովտային գոտիներում անձրևի տեսքով։ Ապրիլի 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-ից 4, Լոռիում, Տավուշում 6-ից 8 աստիճանով։ Երևանում նույնպես ապրիլի 7-ից 10-ը ժամանակաժամանակ սպասվում է անձրև։